Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե երբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց եւ ասաց. Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայությունը ներսում ձեր մեջ է։ Իսկ իր աշակերտներին ասաց. կգան օրեր, երբ դուք կուզենաք մարդու որդու օրերից մեկը տեսնել եւ չեք տեսնի։ Եվ եթե ձեզ ասեն, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, մի շտապեք գնալու, որովհետև ինչպես որ փայլակը երկնքի ներքևից փայլատակելով երկնքի երեսը լուսավորում է, այնպես էլ կլինի մարդու որդին իր օրում։ Բայց նախ նա պետք է շատ չարչարվի եւ մերժվի այս սերնդից։ Եվ ինչպես եղավ Նոյի օրով, այնպես կլինի եւ մարդու որդու օրով։ Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ եւ ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ Նույնպես ինչպես Ղովտի օրով էլ եղավ, ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։ Նույն ձևով է լինելու այն օրն էլ, երբ մարդու որդին է հայտնվելու։ Այն օրը, ով որ տանիքում է եւ իր կարասին տանը, թող չիջնի առնելու այն, եւ ով որ հանդում է նույնպես թող հետ չդառնա։ Հիշեցեք Ղովտի կնոջը, ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթե երկու հոգի լինեն մի մահճի մեջ, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե երկու կին միասին աղալիս լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե հանդում երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Պատասխան տվին եւ ասացին նրան. Որտե՞ղ Տեր։ Եվ նա ասաց նրանց. ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները։